Ես ամեն ինչ անում եմ ճիշտ, լավն եմ, նվիրված եմ եւ այլը, բայց դիմացինը չի գնահատում, փնովում է, ցածրացնում է եւ իմ խոսքերն ու իմ պատմածներն ու կիսվածները իմ դեմը օգտագործում։ Տվյալ դեպքում հարսերը խոսում են կիսուրների պահով, այսինքն կիսուրի հետ կիսվում է, տունտեղ պահում է, մաքրությունը, տրամադրությունը եւ այլը, բայց կիսուրը միշտ իրան դեմը չի գնահատում եւ ամուսնու հետ կռվածնում է, վեճերած տանը ստեղծում։ Դուք եք ասում, որ ես շատ լավն եմ, ամեն ինչ ճիշտ եմ անում, բոլորի տրամադրությունը բարձր եմ պահում, բոլորի սիրտը շահում եմ, ես ոնց որ բոլորի համար ուրախություն լինեմ եւ ամեն ինչ անում եմ, որ շուրջս լավ լինի։ Բա դու քո համար ինչ ես անում։ Այո, բոլորին լավ կլինի, բայց քեզ։ Գիտեք, երբ որ դու սկսում ես քո կյանքով ապրել, դու շատ քիչ ես մասնակցում ուրիշների կյանքին։ Թե լավ թե վատ առումով նշանակություն չունի։ Դու ունենում ես քո կյանքը, քո առօրյան, քո անելիքները։ Դու մտածում ես քո մասին, քո ամուսնու, քո երեխաների, քո կնոջ մասին, այսօրվա քո կյանքի մասին։ Ու դու սիրուն սկսում ես ապրել։ Սովորում ես մարդկանց ասել ոչ, երբ որ չես ուզում մի բան անես։ Սովորում ես մարդկանց հետ խոսել, բացատրվել, երբ որ դա անհրաժեշտ է։ Եվ սովորում ես պատասխանել, այո, ինձ այսօր սենց է հարմար։ Սկսում ես պատասխանել մեծերին, ովքեր ձեր կողքն են, կիսուր, զոքանջ, մեծերը, ովքեր ձեր կողքն են, ուզում են ձեր ընտանիքի մեջ մտնեն, խառնվեն եւ ձեր տան հարցերը լուծեն։ Հանգիստ կարողանում ես ասես, սա իմ ընտանիքն է, ես եմ ընտանիք կազմել, իմ ամուսնու կամ կնոջ հետ, մեր ընտանիքում մեր բոլոր խնդիրներն ու հարցերը մենք կլուծենք։ Խնդրում եմ, դուք ապրեք ձեր կյանքով։ Ես ձեզանից շնորհակալ եմ։ Ես ձեզանից շատ գոհ եմ, որովհետև դուք հրաշք եք, դուք ծնող եք, դուք մեծացրել եք, դուք արել եք, բայց խնդրում եմ դուք ձեր կյանքով ապրեք, մենք էլ մեր կյանքով։ Այո, դա ամոթ չի, դա շատ գեղեցիկ է, եւ դա բոլորի համար էլ շատ շահող տարբերակ է։ Մի խոսքով հրաշքներս, մեծանում ենք, սեպարացվում ենք, ոչ ոք իրավունք չունի ձեր ընտանիք մտնի։ Դուք եք ձեր հարցերը լուծում, դուք եք որոշում ամեն ինչ, մի թույլ տվեք։ Եթե մտածեք դուք եք մեղավոր, կիսվել եք, եթե ոչ դուք ձեր ամուսինը կամ կինը, կիսվել եք, պատմել եք, ուրախացել եք, տխրել եք, ինչքան լրջանում ես, քո ընտանիքով ու քո կյանքով ես զբաղվում, ինչքան կարողանում ես մարդկանց ասել ոչ, երբ որ դա պետք է, այո, երբ որ դա պետք է։ Մարդիկ օգտվում են այն պահից, որտեղ դու թույլ ես, եւ դու թույլ ես տալիս, որ իրանք մտնեն քո տարածք, որովհետեւ դու բաց ես, ոչ փակվում ես, վերցնում ես քո տարածքը եւ սիրուն ապրում ես, եւ ինքդ էլ ոչ ոքին չես խանգարում, մեծերին հարգում ես, մեծարում ես, շնորհակալ ես լինում, պետք եղած տեղը հասնում ես, ամեն իրանց խնդիրները լուծում ես, բայց միշտ ցույց ես տալիս, որ այս ընտանիքը, այս օջախը իմն է, մերն է, այստեղ մենք ենք որոշում եւ կառավարում։ Եթե կհարցնենք, պատասխանեք կլսենք, եթե ոչ, խնդրում եմ մի խառնվեք։ Ամեն ընտանիք իր օրենքները ունի, խոսեք ձեր ամուսնու եւ կնոջ հետ, իրար հետ հարցերը լուծեք, իրար հետ որոշեք ոնց եք ապրելու, եւ եթե դուք չեք հասկացել ու ձեր մամաները ու պապաները շատ են խառնվում ձեր կյանք, հիմա խելքի եկեք, իրանք իրավունք չունեն ձեր նորաստեղծ ընտանիքում հարցեր լուծեն, բացառվում է դա, դուք երբեք տուն չեք դառնա, կամ ամուսինը կհոգնի կբեզարի կգնա, կամ կինը կհոգնի կբեզարի կգնա, այդտեղ օջախ չկա, օջախը նա է, որը այսինքն փակ է եւ ոչ ոք իրավունք չունի ներս թափանցի ու ձեր հարցերն ու ձեր խնդիրները լուծի եւ ինքը ասի թե ոնց պետք է ապրեք, ինչ պետք է անեք, այս կահույքը որտեղ պետք է դնեք եւ այլը, բացառվում է։ Դուք շատ բանկարական եք, սիրուն ապրեք ձեր կյանքը, դա չի նշանակում անտեսում եք, ոչ, սիրում ենք, հարգում ենք, մեծարում ենք, բուժում ենք, հոգ ենք տանում, բայց մենք ունենք մեր ընտանիքը, չեմ զլանա, 100 անգամ կկրկնեմ, իրար հետ նստեք խոսք, իսկ եթե կինը շատ աշխատում է այդ ուղղությամբ, ձգտում է, որ ամեն ինչ լավ լինի, ամուսնու հետ ուզում է ստեղծի այդ սիրուն օջախ ասածը, բայց ամուսինը մեկը լսում է իր մայրիկին, իր խոսքն է առաջ բերում եւ իր պատճառով տան մեջ կռիվ է գցում, ասում է մամաս պետք է որոշի։ Եթե կինը երկար պայքարում է, ասում է սա է մեր ընտանիքը, մաման թող իր ընտանիքում որոշի։ Եվ ամուսինը չի հասկանում, նախ ուզում եմ առաջին ասեմ այդ մաման, որ խառնվում է երեխեքի ընտանիք, իրանց հոգին է
խախտում, իրանց անդորնա խախտում, ինքը հիվանդանում է եւ շատ ծանր պատասխան կտա, որովհետեւ օջախը սրբությունն է դա վերևից է ստեղծվում ու ով խանգարի, ով այդտեղ կրակ գցի ավելորդ, որը կարող է պաժար տա, հա, ինքն է տուժվելու։ Ուրեմն հարց լուծեք, ուրեմն խոսեք իրար հետ։ Եթե կարևոր է ամուսնու համար, որ մամայի խոսքը լինի, կռիվ լինի տունը, պատերազմ լինի, դուք մեծ աղջիկ եք, որոշեք ոնց եք ապրելու սրանից հետո։ Վերջ։ Հարց լուծեք։ Արդեն եթե ծայրահեղ վիճակ է։ Իսկ եթե հնարավոր է, խոսեք եւ որոշեք ոնց եք անելու։ Իսկ ինչ վերաբերվում է հակառակը, երբ որ աղջկա ծնողներն են խանգարում, ուզում հարց լուծել, ուզում են ամեն ինչ իրանց ուզած ձևով լինի եւ ամուսինը մենակով պայքարում է, նորից պետքա կանգնի ու ասի, գիտեք, սա մեր օջախն է, մեր ընտանիքն է, թողեք մենք որոշենք։ Եթե երկար պայքարներից հետո հարց չի լուծվում, եթե կինը չի հասկանում, նախ նորից դիմացիները տուժվելու են, հիվանդանալու են։ Դրա համար մենք սովորում ենք զույգերով իրար հետ խոսել, պայմանավորվել ու իրար ասել, աչքեր բացել, որ չի կարելի, մեծերը խառնվեն, մենք ենք որոշելու մեր կյանքը։ Եթե իհարկե դա չի վերաբերվում առողջությանը եւ անվտանգությանը, դա արդեն ուրիշ հարց է։ Իսկ այդ հարցերը համապատասխան մարմինները պետք է լուծեն, ոչ թե մարդիկ իրար հետ։ Եվ եթե հարց չի լուծվում, եթե տղայի կամ աղջկա կողմը հասկանում է, որ անուղելի է, որ այդ երեխան դեռ չի սեպարացվել իր օջախից, ընտանիքից, դեռ են կողմի վրա է, հարց լուծեք։ Հարց լուծեք, ձեր կյանքը դասավորեք։ Ոչ ոք ձեզ խորհուրդ չի տալու ինչ պետք է անեք, դուք պետք է որոշեք։ Մեծի պես հասկանաք ինչ եք ուզում։ Նստում լացում եք, ինչի համար եք լացում։ Ինչի համար եմ ես լացում ու նեղվում։ Այս բաների համար։ Ինչի դա իմ կյանքում կա, որովհետև ես այդ հարցերը չեմ լուծում։ Ոնց պետքա լուծեմ, այսպես պետքա լուծեմ, քայլ առ քայլ։ Որովհետև ալարում եք, որովհետև եթե ինչ-որ հարց լուծեք, այնտեղ տան հարց է գալիս, աշխատանքի հարց է գալի, տեղափոխվելու հարց է գալիս, եւ այլ ալարում եք ապրեք, լուծեք ձեր հարցերը եւ սիրուն ապրեք, մի ալարեք։ Երեխաներին պետք են առողջ ու երջանիկ ծնողներ։ Ու եթե իրանք իրար հետ չեն կարողանում դա ապահովեն, թող լինեն առանձին, բայց առողջ երջանիկ։ Եթե երեխան հիվանդ է, լավ չի սովորում ու անհաջողակ է, ուրեմն իր մայրիկը հոգեպես վատ վիճակում է, մենակ է, դժբախտ է եւ այլը։ Կան ծնողներ, ովքեր մենակ են, երջանիկ են, իրենց կյանքը բաշարում են, իրանց երեխաները առողջ են լինում։ Իսկ այն կինը, որը դժբախտ է, միշտ դժգոհ է, երեխեքը հիվանդ են լինում, անհաջող են լինում, լավ չեն սովորում, կյանքում լավ բաների չեն հասնում։ Շատ կարևոր է մոր հոգեկան վիճակը, մոր տրամադրությունը եւ ապրելակերպը երեխային մեծացնելու հարցում։ Մոր ասելով այն մարդը, ով այդ երեխային մեծացնում է։ Իհարկե, երեխան պետքա նաև հայրիկին տեսնի հավասարակշռված, ճիշտ ապրելակերպով։ Առողջ եղեք, հրաշքներս, ձեզ լավ նայեք։ Եթե մոլորվել եք, դիմեք ինձ, մենք ամեն ինչ կլուծենք։ Ես ուզում եմ շարունակեմ մեր փաթեթները, զեղչերը, եւ եթե ով կարիք ունի, կարող եք ինձ դիմել։ Եթե ընդհանրապես հնարավորություն չունեք, հարցեր տվեք, ուղղակի հարց տվեք, տիկին Գայանե, այս վիճակն է մոտս, այսինքն խնդիր ունեմ, կարաք ինձ պատասխանեք։ Ոչ մի նամակ անպատասխան դեռ չի մնացել, հասցնում եմ, բոլորիդ էլ պատասխանում եմ։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին հրաշքներս։ Չմոռանամ ասեմ, որ ամենակարևորը, որ տանը լավ եղանակ լինի, դուրս գալուց մենք կարանք զոնտիկ բռնենք, իսկ տանը մենք պետքա սիրուն եղանակ ստեղծենք, լավ ապրենք, իրար սիրենք ու հարգենք, իսկ ով չի հասկանում ու փչացնում է, իրան մեր կյանքից հանենք ու հեռացնենք, մենակ լավն ու բարին, մենակ լավ ու կամեցող մարդ կարա մեր կողքը լինի, ուրիշ մարդիկ չեն կարա լինեն, հաջողություն, Աստված ձեզ հետ լինի, այսպես։